2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու Կոհակ Սարի մոտակայքում գտնվող 332 մարտական դիրքը հայտնվեց ադրբեջանական զինուժի թիրախում։ Ակտիվ հրետակոծությանը հետևեց հետևակի հարձակումը։ Հակառակորդին հաջողվել է գրավել դիրքը։ Դիրքում զոհվել են Զորի Դանելյանը, Վահրամ Սարիբեկյանը եւ Արաբո Փարամազյանը։ Դիրքապահները նահանջել են եւ նոր բնագիծ զբաղեցրել։ Նույն ժամերին Մարտունու շրջանի վարչակազմի շենքում հավաքված աշխատակազմը տեղեկանում է բնագծի ճեղքման մասին։ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը առաջարկում է զենք ունեցողներով գնալ 332 դիրքից նահանջած անձնակազմին օգնության։ Հարևան դիրքի տեսախցիկը նկարել է հակագրոհը։ Տեսանյութում երևում է քաղաքապետ Ազնավուր Սաղյանի մասնակցությամբ փոքրաթիվ կազմով հակագրոհը։ Թվականակով գերազանցող ադրբեջանական ստորաբաժանումը մերձամարտում տալով կորուստներ, թողնելով դիակներ նահանջում է։ Գրոհի ընթացքում զոհվել են աշխարհազորայիններ Գոր Բաղդասարյանը եւ Նելսոն Պողոսյանը։ Վերադարձրած դիրքից Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի արած վերջին տեսագրությունն է։ Երբ դիրքն արդեն գրաված է եղել, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել են Մարտունու բրիգադի զինծառայողներ Սևակ Գրիգորյանը, Բաբկեն Ադամյանը եւ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Մարտունու քաղաքի մոտ գտնվող 332, 33, 34 եւ 36 մարտական դիրքերի պաշտպանությունը իրականացրել է աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարի տեղակալը Արտաշ Արտաշյանն էր։ Մարտական գործողությունները կառավարում էր 3-րդ բրիգադի 2-րդ գումարտակի հրամանատար Նաիրի Ավագյանը։